Բարեկամի տան վրա ավազակային հարձակումից հետո արցախցի Տիգրան Ուլուբաբյանին քննչական կոմիտե, հետո նաև ոստիկանության Լոռու մարզային վարչություն են կանչել հարցաքննել, մեղադրելով նրան, թե կապ ունի ենթադրյալ հանցագործների հետ։ Տիգրանը պատմում է, ոստիկանության Լոռու մարզային վարչությունում իր նկատմամբ բռնություն են կիրառել, հայհոյանքներով ու անհարգալից վերաբերմունքով ստիպել խոստովանական ցուցմունք տալ։ Դու ես նավոդք եմ տվել ինձ ասում, դու ես այդ գողությունը կազմակերպել, անհիմն տեղով բան ասում ապացուցի, ոչ ումա հայհոյանք բան ասում իմ հետ նորմալ խոսեցիք, ասում լավ ամաչում չկլի եկալակ զոհվածի ընտանիքին տենց, բա ես զոհվածներին հարգում եմ, բայց սենց բան, Հավայի մեկ էլ ասում պրիզնատ տարի ասում, ես ոչ մի բան արալ չում, լի որ պրիզնատ գամ, կարը մը կապացուցեք, մեր բարեկամներին էլ իրանք հարցարանում, որ այդ տղու վրա կասկածում եք աման ընդհանրապես ինքը տես բանի ընդունակ չի, ձեր փակալելու եմ, քեզ շանս եմ տալիս, ես եմ անում, լավ մտածի, ես քեզ պետն էր խոսում, երթվում եմ բոլոր սուրբություններով, ես քեզ տեից չոր դուս կհանեմ, ես կանեմ ասում, ես ոչ մի կեղտոտ բան չում լիրա մեր բարեկամների հանդեպ, որ մտածեմ, այդքան պոստում պալի եք կրվի մասնակցալ, ոչ մի բանից վախեցալ չում, տպում են բայ այդիշ ձևից պարապված պրիզնա տարի, որ դու ես բանը նավոդք եմ տվել ես արել են, Հավայի զրույցներ, Հավայի, առանց հիմնա անտեղի, ոչ մի հատ փաստ ունեն, ոչ օրենքով մի թուղթ տուալ, բացատրություն ինձանից վեկալալ, ոչ մի բան, դե լավ կալանավոր եք ու տե տանում սկսում բռնում, 10 րոպե, մեկն տպում, հայհոյում 10 րոպե, հարցը տպել է, հարցը ենա, որ հայհոյալն ու իրանք դրա պատասխանը պտի տան, ես միջևեջ գնալու եմ միջևեջ, թե ես աշխարհը մեզ գլոբուսում էլ պետք է լինի դիմելու եմ, որ իրանք իրանց այդ արածի համար պատասխանը տան։ 29-ամյա երիտասարդը Արցախից 23 թվականին է տեղահանվել։ Եղբայրը զոհվել է 2017-ին ադրբեջանական դիվերսիայի հետևանքով։ Ծնողների գերեզմանները Մարտունիում է թողել ու Հայաստան եկել իր շան Պինկիի հետ։ Վարձով բնակվում է Վանաձորի նույն թաղամասում, ուր 3 օր առաջ տեղի է ունեցել զենքի գործադրմամբ ավազակային հարձակման ու գողության դեպքը։ Տիգրանն ասում է, ոստիկանները հենց իր միայնակ ապրելու փաստն են շահարկել ու փորձել օգտագործել իրենից խոստովանական ցուցմունք կորզելու համար։ Իրանքն այսօր բեսպրիձելություն սարքում ես քաղաքում։ Մեր բարեկամների տունը մտալ են ռազմբոյարալ, իրանք էլ ին վրա են ռազմբոյանում։ Ոստիկանության աշխատողը գալիս անհիմն տեղ, առանց թուղթ, առանց բան, գիտի որ մենակ տղա եմ առաջ օրը հարցաքննալա, բա ով ունես, դե ով չունես, ասել են որ սենց է մենակում ապրում, ասել են դե դա էլի, տանեք տփենք, բան անենք, գլխին սարքենք, պրծնենք, պրիզնատ գա այս գործը շուտ փակենք գնա։ Բա գնացեք գողերին մանեք, գողերին բռնեք։ Ես գողի նմանում որ եկալ եք, իսկ բեսպրիձելի նման տանում եք։ Դե ես էլ ասում եմ լի եթե երկրում արդարություն կա, իրանց սաղին, իրանց համապատը, սաղի դեմքերներ գիտեմ, սաղի դեմքերներ բացաղ է, ով այնց խփել, ով այնց հայհոյել, սաղ անգի գիտեմ, սաղ։ Հեսա որ տանեն դե, սաղի դեմքերը ցույց են տալու հատ-հատ։ Իրանց էլ ասել են, որ ձեր վրա բողոք եմ գրելու, ասել են, ով որ ոստիկանի վրա բողոք ա գրում էլի հայհոյալն տենց։ Քննչական կոմիտեից Ազատությանն ասացին, որ Տիգրանի բարեկամի բնակարան ապօրինի մուտք գործելու դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել հանցավոր կազմակերպության կողմից զենքի գործադրմամբ ավազակային հարձակման հոդվածով, սակայն դեռ կասկածյալներ չկան, իսկ արցախցի երիտասարդի նկատմամբ ոստիկանությունում տեղի ունեցած գործողությունների համար դեռ վարույթ չկա։ Քննչական կոմիտեից ասացին, դեռ այդ մասին հաղորդում չեն ստացել, չնայած լրատվամիջոցներում արդեն բազմաթիվ հրապարակումներ կան այս մասին, իսկ ոստիկանությունից Ազատությանը հայտնեցին, որ ծառայողական վարույթ են հարուցել, կքննեն Լոռու մարզային վարչությունում տեղի ունեցածը։ 1.5 ամիս առաջ քննչականը ոստիկանության նույն այս վարչությունում խոշտանգման միջոցով ցուցմունք կորզելու մեկ այլ դեպքով քրեական վարույթ էր հարուցել, մինչ օրս որևէ տեղաշարժ չկա։